Եկող տարվանից 9-րդցիները հայոց պատմություն եւ գրականություն առարկաներից քննություն կհանձնեն էսեի ձևաչափով։ Հանրակրթական դպրոցներում նոր պահանջը առաջացրել է տարբեր ու հակասական կարծիքներ։ Մի մասը այն գնահատում է որպես առաջադեմ քայլ, որը նպաստում է սովորողների քննադատական մտածողության, գրավոր խոսքի եւ վերլուծական կարողությունների զարգացմանը։ Մյուսները մտահոգություն են հայտնում ընդգծելով, որ դպրոցը դեռ չի ստեղծել միջավայր, որը կխթանի մտածողությունը։ Մասնագետները պնդում են, եթե աշակերտին առաջադրանք է որը նա ունակ չէ իրագործել, անմիջապես ի հայտ են գալիս կեղծիքներ ու կոռուպցիոն երևույթներ։ Խնդիրն է, որ մեր աշակերտների զգալի մասը չունի այդ բազան, որպեսզի էսե գրի։ Խոսքը վերաբերում է եւ գրագիտությանը, եւ բառապաշարին։ Այսօր մեր երեխաները անհավանական սխալներ են անում։ Սխալներ, որոնց մասին 10-20 տարի առաջ մեր մտքով էլ չէր անցնի։ Դրա համար իհարկե էսեն ինքը բարդ առաջադրանք է լինելու եւ աշակերտների շատ մեծ մաս չի կարողանալու հաղթահարել։ Ես մտավախություն ունեմ, որ ինչպես շատ դեպքերում, այս դեպքում էլ դիմելու ենք կեղծիքի, թույլ ենք տալու արտագրություն կամ հուշելու ենք, օգնելու ենք։ Դեռ նախորդ ուսումնական տարում կրթության նախարարության փորձնական ծրագրով Տավուշի մարզի 9-րդ դասարանն ավարտող աշակերտները հանրակրթության նոր չափորոշիչի ներդրման շրջանակում հայոց պատմություն եւ գրականություն առարկաներից բանավոր քննության փոխարեն առաջին անգամ քննություն հանձնեցին միասնական էսեի ձևաչափով։ Արդեն 2026-27 ուսումնական տարում այն կներդրվի նաև բոլոր դպրոցներում։ Մի հարցում սակայն վստահ են մասնագետները, երկու առարկաների քննությունները միավորել մեկ միասնական էսեի ձևաչափի մեջ չի կարելի։ Եթե գրականություն առարկայի դեպքում սա ընդունելի ձևաչափ է, ապա պատմության դեպքում ըստ մասնագետի ձևախեղում է առարկայի տրամաբանությունն ու բովանդակությունը։ Սովորողները պետք է վերցնեն այնպիսի թեմաներ, որոնց նկարագիրը կա որևէ գրական ստեղծագործության մեջ։ Օրինակ կարող են վերցնել Գևորգ Մարզպետունի Վրացանի վեպը եւ այդ ժամանակաշրջանի, ասենք 921 թվականի Սևանի ճակատամարտը։ Այսինքն մի հատ պատմական թեմա եւ մի հատ գրականագիտական թեմա, որոնք արտացոլված են եւ պատմական սկզբնաղբյուրներով եւ գրականագիտական։ Եւ երկուսի համադրությամբ պետք է երեխան գրի էսե։ Ոչ ուսուցիչները դրա հմտությունը կարողությունը ունեն։ Ոչ էլ աշակերտները, ասես զավեշտ է, ուղղակի զավեշտ է, որովհետեւ դրան տարբեր առարկաներ են։ Ինտեգրված միասին պիտի քննություն ազդի։ Մասնագետները ընդգծում են, երկու առարկաների համադրությամբ կաղավաղվեն չափորոշչային պահանջները ու այլևս չեն կարևորվի այս առարկաները։ Ավելի կողմնակից կլինեի, որ աշակերտները գրեն փոխադրություն։ Օրինակ փոխադրությունը մեր օրերում շատ լավ է, այստեղ նաև արհեստական բանականությունից օգտվելու խնդիր էլ չկա։ Դու աշակերտներին ինչ-որ տեքստ ես կարդում, իրենք այդ տեքստը պիտի լսեն եւ իրենց բառերով շարադրեն տեղում։ Այսինքն սա ավելի լավ տարբերակ է։ Էսեն շատ ավելի բազա է պահանջում։ Մենք նույնիսկ հիմա համալսարաններում չեն կարողանում էսե գրել, որտեղ ընդունվում են լավագույն շրջանավարտները։ Պատկերացրեք դպրոցի մակարդակում սա ինչ խնդիր է բերելու։ Փորձագետների կարծիքով առանց համակարգային փոփոխությունների նախաձեռնությունը կարող է ոչ թե բարձրացնել կրթության որակը, այլ խորացնել եղած խնդիրները, ստեղծելով կեղծիքի ու ձևական գնահատման ռիսկեր։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։